հետ կապ չունի, իմ ընտանիքն է գերի Հայաստանում, իրավապահները ոչինչ չեն անում, կոծկում են գործը։ Ես 9 օր հացադուլ արեցի նոյեմբերին օպերայի բակում, իմ հարցը մնաց անարձագանք, լրատվամիջոցները լռում են, անամոթավարի լռում են այս հարցի շուրջ, ինձ բազմիցս սպառնացել են եւ մեծ հավանականություն կա, որ Նիկոլ Փաշինյանն ու Վիգեն Բադալյանն Խաչատուր Սուքիասյանն բոլորը խառնված են այս տրաֆիկինգ գործում։ Այսինքն Հայաստանում կա ստրկություն, բառից բունի իմաստով, ու մարդիկ տենց ավելի կոնկրետ կասեք, ինչ սեռական ստրկություն, տրաֆիկինգ, բառից բունի իմաստով։ Ես ինչ ցել եմ այս հարցը բարձրաձայնել, անգամ երեխայիս հետ հեռախոսով չեմ կարողանում խոսալ, նման ձևով ինչ ճնշում են։ Հիմա ձեր երեխան ո՞ր։ Հայաստանում, բայց չեմ կարողանում նրա հետ շփվել, կինս ասում է, քանի դու զբաղվում ես այս հարցով, չեն թողելու անգամ երեխայի հետ խոսած։ Իսկ գիտեք որտեղ է։ Մոտավորապես գիտեմ, ոստիկանությունը կնոջ վրա ճնշումներ են գործադրում, որ գնում եմ տեսնելու, ոստիկանությունը կանչում է առանց դատարանի արգելքի, ինձ զգուշացնում է, որ չգիտեմ, թե հաջորդ անգամ կկալանավորեն կամ ուրիշ միջոցներ։ Դուք մարդկանց անուններ հնչեցրեցիք, ինչ հիմքով եք այդ մարդկանց անունները։ Սա իմ անձնական ենթադրությունն է, իմ հետաքննության արդյունքն է։ Ես պահանջում եմ, որ նորմալ հետաքննություն քրեական իրականացվի, քրեական վարույթ նախաձեռնվի, դիմել եմ դատախազությունից միջև ներքին գործերի նախարարություն, մարդու պաշտպանի գրասենյակ, ամենտեղ դիմել եմ։ Մարդու պաշտպանի գրասենյակից ձեզ ինչ են ասել։ Ոչ մի բան, ասել են ոչ մի բան չկա, դատախազությունը ասում է ոչ մի բան չկա, ասում են, բայց դուք այն կառույցն եք, եթե ուրիշ իրավապահ մարմինները ոչինչ չեն անում, դուք պարտավոր եք ձեր վարույթը նախաձեռնել, ասում մենք բան չենք կարող անել, ոչինչ չեն անում, անգամ 9 օր հացադուլ արեցի, խնդրում էին այցելեն, 9 օրվա մեջ մի անգամ չանց 300 մետր է։ Ձեր կինը եւ երեխան ում հորդորով են տանից հեռացել, ասեք հասկանամ։ Մենք բաժանվել ենք, ես այս բռնությունը վաղուց անց է սկսվել, ինքը վախենում էր ինձ ասել։ Ես 2023 թվականի հոկտեմբերի 16-ին կոնկրետ իմացա այս իրողության մասին, այդ օրվանից մինչև հիմա պայքարում եմ։ Ինչ ասել ձեզ։ Ասում են ինձ ու երեխային կսպանեն։ Վախենում էր ասել, որ բռնության զոհ է։ Եվ հիմա էլ ասում եմ, ես չեմ խոսելու, որովհետև ինձ ու երեխային կսպանեն ուղղակի։ Հիմա դուք ասում եք Նիկոլը 99% այս պաստառի վրա գրված է 99% հանցակից է, դա ինչով եք։ Ես 3 ժամանոց վիդեո եմ հրապարակել, Լեոնիդ Սահակյան Facebook-յան, YouTube-յանի մեջում կարող եք տեսնել, ոնց եմ եկել այդ եզրահանգման, մանրամասն քայլ առ քայլ պատմեմ իմ հետաքննությունը, ոնց եմ եկել այս եզրահանգման։ Այդ ամեն ինչը բացատրելու համար կա 3 ժամ ես պատմեմ, կարող եք մտնել ում հետաքրքիր է, նայի վիդեոն եւ իր համար ակնհայտ դառնա ինչ եմ եկել այդ եզրահանգման։ Որովհետեւ մեդիան ինձ ձայն չի տալիս, ես ընդհանրապես չեմ կարողանում այս ամենի մասին բարձրաձայնել, ցանկացած միջոց, որտեղ կա մեդիայի ներգրավվածություն, ես փորձում եմ լուսաբանել իմ խնդրեմը։ Որտեւ ես երկրի համար կռվել եմ, իսկ հիմա իմ երկրի ներսում իշխանությունից ինչ եք պահանջում։ Հետաքննություն առնվազն չեն հարցում քրեական գործ։ Բողոքում եմ ամենտեղ, ասում են բողոքի դալշը։ Չեն ասում են կոնկրետ ասում են ուր է դիմես, ես ոչ ոք չի օգնել։ Դուք գիտեք ձեր կնոջ ու երեխայի գտնվելու վայրը։ Մոտավորապես գիտեմ, չեմ կարողանում նրանց հետ կապնվել։ Ասում եմ այցելում եմ, ոստիկանությունից կանչում, ասում մի այցելի, կինդ բողոքում է։ Գուցե դա ձեր ներքին խնդիրն է։ Կինս ասում է, որ մահվան սպառնալիքի տակ է։ Ինձ ասել է 10 անգամից ավել, ասել է գերի եմ։ Դուք հուսով եմ կհրապարակեք իմ այս ուղերձը ամբողջ իր Այդ դեպքում եթե ինքը գերի է, ինչու ձեզանից բաժանվեց։ Ինչու եք բաժանվել իրար։ Դրդված ենք բաժանվել։ Իրանց ստիպել են ինձանից բաժանվել, գնալ, որ ավելի լավ այս ամեն ինչը։ Ես գնացել եմ պատերազմ 2020 թվականին, այս ամեն ինչը ավելի բուռն կերպով սկսել է զարգանալ։ Եթե միջև այդ եզակի դեպքեր են եղել, իմ բացակայությունը փայլուն առիթ է հանդիսացել այս ամեն ինչը բուռն կերպով զարգանալու։ Ինչն է զարգացել։ Այս բռնության դեպքերը։ Ձեր կինը ում հետ է կապ ունեցել։ Ես այդ վիդեոյի մեջ 50 հոգու անուն եմ նշում, ովքեր ենթադրաբար ներգրաված են այս առավել ծանր հանցագործության մեջ։ Ու մանրամասն պատմում եմ ոնց եմ եկել այդ եզրահանգման, ինչ հետաքննություն եմ վարել, ովքեր են սպառնացել, ով է շանտաժարել, ով է երկրից դուրս են հանել կնոջից երեխայից 3 ամսով, իմ դեմ պայմաններ էին դրել, որ կատարեն նոր հետ կգան։ Ամեն ինչ մանրամասն պատմում եմ։ Լեոնիդ Սահակյան։ Ես ինքս 20 տարվա ծրագրավորող եմ, նաև մանկավար շոկեբան եմ երկրորդ մասնագիտությամբ, տարբեր տեղեր աշխատել եմ որպես ավագ ծրագրավորող։ Ես 1.5 տարվա մեջ զբաղվում եմ սրանով, իմ սեփական գրասենյակը ունեի, պրոյեկտներ անում, 3 ստարտափ ունեի։ Ամեն ինչ կորցրել եմ, բայց չեմ կարողանում այս իրավիճակը ուղղեմ։
Ինչ տարիքի է ձեր երեխան։ Հիմա 6 տարեկան է։ Աղջիկ։ Տղա է, հնարավոր է դա չեմ պնդում, մեկ անգամ եւս նշում եմ, դա չեմ պնդում, բայց հնարավոր է երեխայի հանդեպ նույնպես բռնություն է կատարվել։ Որտեղ երեխան բազմաթիվ բաներ ասել, որ առավել քան տագնապալից են, իսկ երբ որ սկսում եմ ինչ-որ հարցուկ փորձանել, սկսում է լացել, ես էլ չեմ կարողանում ուղիղ հարցնեմ, պահանջում եմ ոստիկանությունն է, որ ինչ որ միջոցներ կիրառի անգամ երեխայի հետ հոգեբան աշխատի կամ ինչ որ ձև զրուցեն, ոչ բան չի անում։ Ես 37 էջանոց դիմում եմ գրում, իսկ մի տողով պատասխանում են ոչ բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Ասում են գնա բողոքի, ուր ուզում ես գնա բողոքի։ Բողոքի դատախազություն, դատարան։ Հիմա այդ ընթացքում եմ բողոքարկեցի դատարան քրեական վարույթ նախաձեռնելու հետ կապված, այնտեղ մի հատ փաստաթուղթ կար, ընդհանրակարգի խախտում կար։